Այստեղ իմացեք սաղս մի մոր արկանտից ծված տղա։ Հիշեք այդ խոսքերը։ Ակուրատնի հանգիստ առանց բանցե գորալու։ Սամըտե տանեմ։ Երկեմ բրնի, գաշ է։ Բանա, մի ձեր Արա լնդին է յար այդ շակալներին այդ։ Մեր զորավար գեներալ լեյտենանտ Գրիգորյանի հրամանագրով ժամանել ենք Ղարաբաղ, հենց հիմա գտնվում ենք զինվորի կողքին, երեկոյան մի քիչ լարված էր, այսօր հենա խախանդա, բոլորովս նստած ենք, նորմալ է, ամեն ինչ լավ է։ Ընգելա։ Ադրբեջանը վախից, սարսափից զինաթաթար է գնքում։ Գիտակ դրոշներով հենա գալիս է։ Թանկը վիրավորեցինք, վերտալյոտը սպանեցինք։ Տանգը լյովիկն ու սամոն են խրտել։ Պարոն կապիտան, այս զենքը ուրեմն բացում ենք փակարակը, լիցքավորում ենք, պարոն կապիտան։ Զենքը ուղղում ենք դեպի հակառակորդը, նշանառվում ենք ու վարում ենք հրաձգություն։ Այդ ժամանակ, որ հայերն են կրակում, թուրքերը ձեռք չունենել։ Всё, արդեն պատրաստվում է, որ պետք է լացի։ Այդքան բան, էսա։ Ուրեմն էսի կոչվում է հաղորդակցման ուղի, այդ պոստից պոստ, ասենք դիքից դիք իր հետ բանա։ Ընդհանուր, եթե պետք է ասենք պատերազմի ժամանակ իր հետ հաղորդակցվենք, ստեով այդում գալիս այդ ճանապարհը։ Բայց նկատողությամբ բոլորը չօգտագործում, իսկ սպասում ենք Աստվածչանի, որ պետք է այդ դրանով։ Ես Սոս Հենրիկե Գոկչյանս, Աչափնյակ Գերգրապահ կամավորական միության անդամ, այս պահին գտնվում եմ Արցախի մարտական հենակետերից մեկում եւ կատարում ենք մեր զորավար գեներալ լեյտենանտ Մամել Գրիգորյանի հրամանը, ինչպես նախկինում կանգնեցինք ազգովի, պահեցինք մեր հողը սուրբ, այսօր նույնպես կատարում ենք նույն առաքելությունը մեր մարտական ընկերների հետ միասին, եկել ենք, խրախուսում ենք մեր երիտասարդների, բարձրացնում ենք նրանց ոգեշունչ կամքը եւ այսօր բոլորը դրանից ոգևորված մեր հետ միասին կանգնած են։ Մի քանի օր առաջ այս հենակետերը կոչվում էին ամենաթեժ կետերից մեկում։ Նրանք համապատասխան արժանի հատույց ստանալով լռել են, ինչ-որ մի կերպ լռեցրել ենք։ Մենք եկել ենք հասել նրանց օգնության եւ բարձրացնում ենք նրա ոգեկան ուժը, այս պահից նրանք ավելի ոգևորված եւ ուրախացած, անգամ այս վերջի գիշերը նրանք հայտնեցին իրանց ուրախությունը, ձյաց պատկերացրեք մենք չհասկացանք այս գիշերը ոնց անցավ, մեկ վարկյան հոգնածություն չենք զգում, իրանք այդպես լավ են զգացել։ Հիմա գտնվելով մարտական դիրքերում, մեզ եկել են օգնության ազգային երկրաբանները, որոնց մասին ես լսել եմ, թե ժամանակին ինչպես է այսպես ասած տաս տվել հակառակորդին, եւ հիմա նրանք գտնվելով այստեղ մեզ մեծ օգնություն են ցույց տալիս, բարձրացնելով մեր մարտական ոգին եւ այս ամենի արդյունքը այն կլինի, որ այս լարված պայերին արդյունքը այն է եղել, որ այս լարված պայերին հիմա ամեն ինչ հանգստացել է, հակառակորդը հասկացել է, թե ինչ մեծ ոգի եւ ուժ ունենք մենք եւ վստահ եմ, որ այսպես էլ կշարունակվի եւ ամեն անգամ, երբ որ մենք ունենանք օգնության կարիք, բոլորը կգան մեզ օգնելու։ Դե ինչ ասեմ, եկանք տեսանք, որ այդ լրիվ տղեկի մոտ մարտական վիճակ է, երկրաբան տեղում է, մեր զինվորները, մեր
տղաները ավելի ոգևորված, ավելի դուխները տեղը, չնայած էլի դուխները տեղն էր, բայց հիմի ավելի չէ, տղեկ։ Երկրապահ տղեկներ եկել են մեզ օգնելու, որպեսզի հակառակորդին ճնշեք եւ մեկտեն է մեկ տրած կարիքը, որպեսզի 90-ից 94 թվականները իրար եղել են այդ պատերազմում, տեսել են եւ հիմա էլ մեր կողքին են, որպեսզի մեզ օգնեն։ Ձեզ շնորհակալություն, որ մեր տղորանցի մոտ եք, մեզ հետ եք, բոլոր մեր սպաների հետ եք։ Մութպարան մութ գիշերին բադադում է ֆիդային պամպուշները խաչկապկան